Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 27-ի համար։ Բոլոր ամսվա նշանների համար, տարվա ծնված նշանների համար առանձին է ալիքում։ Եվ իհարկե, թե ցանկանում եք, կարող եք միանալ նաև Facebook-ին, այնտեղ եւս ինչ-որ տեղեկատվություններ են լինում, որոնք որ այստեղ չեն լինում։ Եվ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 27-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարող եք սեղանի շուրջ նստել ինչ-որ մեկի հետ եւ այդտեղ խոսել եւ պայմանավորվել, օրինակ 1 ամիս ուշ 1 ամիս հետո ինչ-որ բան պետք է անեք։ Կամ նաեւ կարող այդ սեղանի շուրջ նստած իմանաք, որ ինչ-որ մի բան 1 ամիս ուշանալու է։ Կամ որևէ մեկի հետ հանդիպումը, հա, եւ պետք է նստեք սեղանի շուրջ, հանդիպեք, խոսակցությունը կարևոր դա եւս 1 ամիս կուշանա, մինչև փետրվարի վերջ այս դեպքում։ Կտրուկ քայլ կարող եք անել, միգուցե դրա հետ է կապված, որ ինչ-որ մի բանը ավելի առաջ անեք, ավելի շուտ։ Եվ այստեղ բավականին էմոցիոնալ եք եւ ձեր գործերը առաջ մղելու փոխարեն, որ լիարժեք առաջ մղեք, սկսում եք գորգռալ դրա համար, չեք կարողանում բոլոր գործերը հասցնել այդ օրը, հա, ամեն ինչ անել։ Անում եք ինչ-որ գործեր, բայց ոչ բոլորը, դա ձեր էմոցիաներն են, որոնք որ խանգարում են եւ որ գորգռում եք, ոնց որ ուշադրություն դարձնում եք արդեն մեկ այլ թեմայի վրա, գործերը մնում են։ Այդ օրը նաև ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, ինչ որ ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի։ Նաև պետք է ուշադիր լինեք, որ այդ օր ձեզ չփորձեն մոլորեցնել, որտեղ մոլորությունների օր է նաև, այ ձեզ ինչ-որ մի բան կարող են առաջարկել, որը այդքան էլ լավը չէ։ Եվ դա կարող է լինել ինչ-որ մի բան է փուչիկի նման պայթում, ինչ-որ բանի մասին եք իմանում, դա եւս այս դեպքում արդեն ձեզ համար դա ինչ-որ լուսավոր բան է, այ եւ դա ձեզ բավականին ուրախացնում է այդ պահին։ Եվ հեռախոսազանգ կստանաք այդ օրը ու վերջ։ Ոչ ոչինչ չունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 27-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը զարգացում ունեք առաջ խաղացում, ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, ինչով որ դուք այդ օրը կզբաղվեք, հա, միգուցե ուսմամբ եք զբաղվում, ուսմամբ է, ինչ որ բան, հարաբերությունները նույնպես։ Նաև օրվա վերջ, այստեղ կամ դուք եք տալիս ոչ գումար ինչ որ մի տղայի կամ այդ տղան է ձեզ գումար տալիս։ Կամ դուք եք վճարում այդ տղային կամ ինքն է ինչ որ մի բանի համար ձեզ գումար վճարում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հունվարի 27-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ինչ որ գործեր առաջ մղելու համար խոչընդոտներ կան, առաջ խաղացման համար, յուրաքանչյուր այստեղ տարբեր ոլորտ կարող է լինել, ուսման, բիզնեսի, աշխատանքի, հարաբերությունների, ոնց որ ուզում եք հաշտվել, չի ստացվում, անդադ խնդիրներ կան։ Այդ օրը նաև օրվա ընթացքում կհանդիպեք որևիցե մասնագետի, կարող է տղամարդ է, նաև ոչ տղամարդու կարող եք հանդիպել, խոսել, կարող է հենց ինչ որ պետական աշխատող, ամենայն դեպս տարիքով անձնավորություն է, բացի տարիքը դա հենց ցույց է տալիս իր դիրքը, նա որ ինքը ինչ որ մի դիրք ունի։ Կարող ձեր հայրն է ուղղակի հանդիպում եք հետո եւ ինչ որ բաներ եք քննարկում, կարող ասում եք որ չի ստացվում ինչ որ բաներ։ Նաև այդ օրը գործերը ձեր առաջ կմղեք, ճիշտ է, շատ չեք կարողանում, բայց այն ինչ-որ մի բան երևի, մի բան է խանգարում, որովհետև հետո ելք եք փնտրում։ Եթե գործերի համար է, ապա էլի ելք կարող եք փնտրել։ Առավոտյան չի ստացվում, երեկոյան եւս, հա, քիչ է ստացվում, չի լինում ամբողջությամբ ձեր գործերն այդ օրը անել ավարտել։ Եվ ելք եք փնտրելու։ Երեկոյան ելք եք փնտրել ինչ-որ մի հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 27-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը օձեր կան, չար մարդիկ են, նախանձ մարդիկ, այդպես չար վերաբերմունք, նա որ է կտրուկ ոչ է քայլ անեք իրենց նկատմամբ, հա, սաստեք կամ իրենց հետ դա կարող է կապված չլինի, ոչ է մի քայլ եք անում, անսպասելի, միգուցե չմտածված եւ կարող է ինչ-որ մի բան այդպես անսպասելի տեղի ունենա ձեզ հետ։ Երկերեսանի մարդիկ կան նաև ձեր աշխատանքի վայրում։ Եթե նոր եք ուզում ընդունվել աշխատանքի, եթե այնտեղ ձեր ծանոթներից մեկին կտեսնեք, ապա ուղղակի մի լսեք, հա կարող է ձեզ հեղափոխի, որը գնաք այդտեղ աշխատեք։ Նաև կարող է այստեղ հարցազրույց է, դա եւս, հա, ինչ որ մեկն է, որ ժպտում է ուղղակի ձեր դեմքին այդ պահին, նաև պետական աշխատող կարող է լինել։ Եվս էլի երկերեսանիություն անի այդ պահին ձեր նկատմամբ։ Ճանապարհ եք գնալու այդ օրը կամ սպասում եք ինչ-որ մարդիկ կան ձեզ մոտ եւ օրվա վերջ ոնց է այդպես փուչկի նման ինչ-որ մի գաղտնիք կբացահայտվի կամ նաեւ դա մոլորեցում է, որ ինչ-որ մի ձև ոնց որ փորձում են ձեզ համոզել ինչ-որ մի հարցում, այստեղ նաեւ խոչընդոտներ կան կամ օձերն են ձեզ համար խոչընդոտներ ստեղծում կամ այդ երեկոյան մոլորեցման այդ պահը կարող է իրոք փորձեն մոլորեցնել, հետո ձեզ համար արդեն դա խնդիրներ կառաջացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հունվարի 27-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է զբաղվեք, նաև կարող է լինել ուսման կենտրոն, դա կամ բժշկական կենտրոն, որը պետք է այցելեք։ Նաև այդ օրը հույսով կարող է, որ գնում եք այնտեղ, հա, որ ինչ-որ մի բանը լավ կլինի, հույսով լցված եք։ Նաև ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, այստեղ կարող է ժամային հետ կապված աշխատանքի խոսեք ինչ-որ մեկի հետ, կամ փորձեք ժամը փոխել ձեր աշխատանքային, այդպեսով, հա, ոնց որ խոսակցությունը դա լինի, թեման դա լինի։ Նաև ոմանք կարող են ժամ պայմանավորվել, որպեսզի գնան հարցազրույցի հարցազրույցի կարող եք գնալ, ժամ պայմանավորվեք այդպես։ Նաև կարող ինչ-որ ժամանակով հստակ ժամանակ դնեք ձեզ վրա եւ սկսեք աշխատել այդպես։ Նաև այդ օրը գումար կծախսեք, գումար կստանաք, ոչ է լավ լուրի եք սպասում, բայց մի փոքր կարող է ուշանալ այդ լավ լուրը, դրա համար կարող եք վիճել նաև մարդկանց հետ, հա, որ դեռևս չկա այդ լավ լուրը, չկա, հա, ոնց որ ասեցիր, որ կլինի, բայց դեռ չկա, հա, նմանատիպ ոչը պահեր։ Դա համար հա կարող եք վիճել կամ վիճում եք, դրա համար է ուշանում։ Եթե ինչ-որ մի բանը չի ուշանում, մի վիճեք, որտեղ հետո կարող է ուշանալը, ոնց որ մարդիկ ինադույն գնեն եւ չանեն, այդպես շատ հաստատություններ կան ընդհանրապես։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 27-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հուզվում եք ինչ-որ մի բանի համար, դա չգիտեմ ինչն է, դա պատճառը, նաև կողեկարդ ասվել, որոշ գործեր այդ օրը առաջ կմղեք կամ հուզվում եք, հա, որ առաջ պետք է մղեք, որ ինչ-որ գործեր պետք է անեք, դրա համար է ինչ-որ ուր պետք է գնաք, ինչ պետք է անեք, այդպես։ Ամենայն դեպս ձեր գործերը այդ օրը առաջ կմղեք, նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, ոչ մի գաղտնիք կարող է փուչկի նման պայթել, նաև դա մոլորեցում է, որ կարող են ձեզ մոլորեցնել կամ փորձել մոլորեցնել ձեզ, ինչ որ հարցի հետ կապված, դա է փաստաթղթերի ստորագրման եւ այլն, հա, այսա անենք, նա անենք, եւ ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրախոստովանություն անեն, ձեր հարազատների շրջապատում լինեք, ձեզ լավ զգաք, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հունվարի 27-ին։
Հարգելի կշերտներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, օրվա ընթացքում որևիցե խոչընդոտներ կան, որոնք որ պետք է փորձեք հաղթահարել, օրվա վերջ տատանվում եք, սա ոչ թե ծանոթ հետև եք անում ինչ-որ մի հարց, այլ ուղղակի տատանվում եք եւ այստեղ վեճ կա ճանապարհի հետ կապված։ Միգուցե մտածում եք, որ ճիշտ չէ գնալ ինչ-որ ճանապարհ, հա, դրա համար եք վիճում ինչ-որ մեկի հետ, որ պետք է գնանք կամ ինչ-որ մեկն է գնում, դա է ձեզ տանջում եւ հետո սկսում եք վիճել հետը, հա, կամ ճանապարհին եք այստեղ վիճում իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 27-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հույսով լցված եք, հույս դրել եք ինչ-որ մեկի վրա, միգուցե հեռախոսազանգի վրա, որտեղ հեռախոսազանգ ունեք, սպասում եք, որ զանգահարեն կամ հույսով եք, որ կզանգահարեն, կամ կզանգեմ կպատասխանի։ Նաև այդ օրը գումար կստանաք կամ գումար կվճարեք, գումար կծախսեք, հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, երիտասարդ տղա է, սա կարող է ոմանց համար նոր ծանոթություն է, ձեր տղան է, հա, ինչ-որ մասնագետ է, որը պետք է գա ինչ-որ մի գործ անի։ Նաև հաջողություն ունեք օրվա ընթացքում, հաջողություն ձեր գործերում, ձեր աշխատանքում, բայց հետո վիճում եք, չգիտեմ ինչու եք վիճում, երևի այստեղ երկերեսանի մարդկանց հետ եք վիճում, կամ վիճում եք, հետո երկերեսանի մարդիկ վայ, իբր ձեր մասին են մտածում, մի վիճեք, այսպես է կարող են առանձնացնել ձեզ, ինչ որ մեկից, եթե վիճում եք այդպես խորը, բայց երկերեսանիություն են անում, հա, ձեզ համար չէ դա, ուղղակի էլի, հենց այնպես, կամ իրանց հետ եք վիճում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 27-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հաջողություն ունեք առավոտյան, միգուցե սիրո հարցում է, միգուցե հարազատների հետ է կապված, միգուցե այդ հաջողությունը ձեզ լավ եք զգում, ձեզ սիրված եք զգում, որ դա եղավ, նոր դռներ են դա, որ բացվում են ձեր առջև։ Նաև օրվա մեջ այստեղ գորգռում եք երկերեսանի կամ մարդկանց վրա, կամ հետո իրենք են ձեզ, այդ գորգռոցից ազատում, ամենայն դեպս գորգռոցն է հետո եկեղեցիները, ինձ թվում է իրենց հետ չեք մտում։ Հետո նաև հա, ամենայն դեպս եկեղեցանի մարդիկ կան ձեր շրջապատում, պետք է դա հաշվի առնել։ Բայց մի բան է, ուշանում, միգուցե ձեր գորգռալու պատճառով է, միգուցե եւ ոչ, ուշանում է մոտավորապես 2.5 ամիս, եւ երեկոյան ոչե գախնիկ կբացահայտվի, այդպես փուչիկի նման կպայթի եւ բայց դա ձեզ լավ է, ձեզ համար լավ է, որովհետև դրանից հետո ինչ-որ մի բան է առաջ գնում, ինչ-որ մի բան է զարգանում, իսկ եթե այդ օրը ձեզ կասեմ, որ ինչ-որ մի բան անենք, այսպես անենք, որ գործերը զարգանան, հա, այսպես գնան առաջ, դա արդեն մոլորեցում է, երկար մտածեք դրան համաձայնվելու համար։ Արդեն դա այդ խաբեություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 27-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, հնարավոր է հիվանդանոցում, այստեղ կամ բժշկական ոչ կենտրոնում, կտրուկ ոչ կամ անսպասելի ինչ-որ պետք է այցելեք, կամ անսպասելի այնտեղ, հա, ինչ-որ պետք է ինչ-որ բան են կամ ձեզ ասում, կամ պետք է անեք, կամ կտրուկ քայլ եք անում այնտեղ հիվանդանոցում կամ բժշկական կենտրոնում, ինչ-որ պահեր են։ Դա նաև կարող է իրոք սուր գործիքներ է կարող, ինչ-որ բաներ են անում։ Օրինակ մկրատը կարող է նաև ցույց տալ, օրինակ կարելն են քանդում կամ ինչ-որ գործողություններ են անում։ Կամ գնացել եք խոսելու ոչ մասնագետի հետ, այնտեղ հիվանդ ունեք եւ խոսում եք մասնագետի հետ հիվանդանոցում։ Եվ օրվա մեջ ոչ լուսավոր մի բան տեղի կունենա, որից էլ որ կարող եք հուզվել, արտասվել, տրամադրությունը կբարձրանա, լավ բան է դա։ Եվ ժամ կարող եք պայմանավորվել ոչ մեկի հետ, որ գնաք կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք ուղղակի, որ չուշանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 27-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ժամ եք առավոտյան պայմանավորվեք կամ այստեղ ցույց է տալիս, որ առավոտյան շուտ եք արթնանալու կամ կարող եք քնած մնալ։ Եթե ժամ եք պայմանավորվել առավոտյան շուտ, հա, պետք է այնպես անեք, որ չուշանաք, նաև եթե աշխատանքի եք եւս այստեղ կարող ան։ Սպասում եք ամենայն դեպս երևի թե ժամ եք պայմանավորվել, հետո դրանից հետո հա սպասում եք ինչ-որ մեկին, որպեսզի գա։ Ոչ է լավ լուր կլսեք, ոչ է բարի լուր կլսեք, կամ ոչ է կնոջից, որ այդքան էլ լավը չէ, կամ ձեզ այդքան էլ չի սիրում, կամ իր մասին կլսեք, հա, կամ ինքը ձեզ ինչ-որ մի տեղեկություն կասի։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղամարդու հետ, սա մեծ է ավելի, հա, տարիքով մարդ է, նաև նա կարող է լինել ոչ է մասնագետ, ոչ է պետական աշխատող է։ Ոչ է այնտեղ կգնաք երկար կմնաք, կամ ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է ուշանում, այստեղ կարող ինչ-որ մեկը ուշ է տուն գալիս, նաև դրա համար կարող ուշ պարկեք քնելու, սպասում եք ոնց որ իրան, կամ դուք եք ինչ-որ միտեղ մնացել եւ ուշ եք գալու տուն։ Եվ բացի դրանից սա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար եւ դե կամ ուշ կամ շուտ եք քնելու, ասա դե ցույց է տալիս կամ հոգնած եք, գալիս եք պարկում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 27-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը առաջ խաղացում ունեք ձեր գործերում, զարգացում ունեք, եթե բիզնես ունեք բիզնեսում, հա, աշխատանքում, մի խոսքով, նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը, անսպասելի լուր է, նաև ոչ է գաղտնիք կբացահայտվի այդ օրը, այդպես փուչիկի նման կպայթի, նաև դա մոլորեցում է, օրինակ աղան ձեզ ասել է, արի այսպես անենք, ձեր գործերը առաջ կտանես, եւ այդպես խափեն ձեզ։ Նա ինչ որ իշահ իրանց է դա, ինչ որ ձեզ կարող են ասել այդ օրը։ Դե ոմանք էլ ամենայն դեպս այդ օրը ձեր գործերը առաջ կտանեք, երեկոյան ինչ որ մնացել է, հա, կանեք, կավարտեք։ Ես պետք է ուղղակի ուշադիր լինել, հա, դա որ ընկնում է, դա ոնց որ զգուշացում է ձեզ, որ կարող են ձեզ փորձել ինչ որ մի հարցում մոլորեցնել։ Թե հիմա սիրո հարցում կլինի, փաստաթղթերը ստորագրելու հետ կապված հարցեր կլինի, ինչ որ մի հարց է, որը կմոլորեցնեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։